Բարև ձեզ հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ մեր հյուրն է կրկին Արտյոմ Չեռնոմորյանը, ում կարծում եմ այլևս անհրաժեշտություն չկա ներկայացնել, այդքան հաճախ է նա լինում մեր եթերում եւ այսօր ավելի կարճ հաղորդում ենք ունենալու, քանի որ պարոն Չեռնոմորյանը շատ է շտապում, շատ բարդ իրավիճակ է Իսրայելում մեր տեղեկությունների համաձայն պարոն Չեռնոմորյան կարծեմ 66 կամ մի փոքր ավելի շենքեր են վնասվել շատ լուրջ, դրանցից մի մասը նույնիսկ հիմնովի ավերվել են 35 անհետ կորած կա 8-ից ավելի զոհ, 200-ից ավել վիրավորներ, կարող եք ներկայացնել իրավիճակը, թե ինչ է կատարվում։ Այո, այս տվյալները ինչ որ ներկայացրեցիք, սա առավոտյան տվյալներն են, այս պահին ունենք ընդամենը 3 անհետ կորած, բոլորին գտել են, ընդ որում մեծամասնությամբ բոլորին կենդանի դուրս են բերել բլատակների տակից, որովհետև մարդիկ պաշտպանված սենյակներում են եղել։ Այսինքն այն շենքերում, որոնք որ փլվել են։ Գիշերը շատ ծանր էր, հատկապես Բաթյամի եւ Ռեխովոտ քաղաքների բնակչության համար, երկու քաղաքներում էլ հայկական բնակչություն ունեն, առավոտվանից ամբողջ օրը կապի մեջ եմ եղել եւ մեր Ռեխովոտի ժողովրդի հետ եւ մեր Բաթյամի տարբեր ընտանիքների լինեն հայ, հրեա, գործընկերներ, աշխատանքի վայրից ծանոթներ, այսինքն առավոտվանից միայն հեռախոսներով հարցնում ենք իրար, թե ով ինչ վիճակում է այս պահին գտնվում։ Ունենք 10 զոհ այս պայթրությամբ, նույնիսկ մեկ ընտանիք ամբողջությամբ սպանվել էր, սա ոչ Իսրայելի, այսինքն հյուսիսային շրջաններում քրիստոնյա մեկ ընտանիքի մասին է խոսք գնում, երեխաներ կան սպանված, հիմա չեմ ուզում շատ մանրամասնել, թե այս 10 զոհից քանիսն են փոքրիկ երեխաներ, մարդկային ողբերգություն է ամենայն դեպս, Իսրայելը, ինչպես գիտեք, միշտ թիրախավորում է օբյեկտները ռազմական եւ անում է մաքսիմումը, որպեսզի չխոցի ուրեմն քաղաքացիական փլված շինություն թիրախավորված։ Իսկ մեր մոտ թիրախավորվում է հիմնականում քաղաքացիական բնակչություն, ուզում են մաքսիմալ սպանել, մաքսիմալ վնաս տալ եւ անկեղծ ասած ես չէի ասի այդ 63 վնասված շենքերի մասին, որովհետեւ ձեզ մի հատ ստատիստիկա ասեմ, մի վիճակագրություն ասեմ, 2023 թվականի մայիսին, երբ որ մեզ հարվածում էր Ջիհադ ալ-Իսլամի ահաբեկչական ուրեմն կազմակերպությունը Գազայի գոտուց, որին չէր մասնակցում իդեպ Համասը իր առավել թույլ ուժերով, միայն Պետախտիկվա քաղաքում վնասվել էր 83 շենք։ Այսինքն, երբ որ ասում են վնասվել է, սա չի նշանակում, որ ամբողջությամբ շենքը փլվել է կամ չգիտեմ ինչ է եղել։ Հնարավոր է, որ ասենք օդի մեջ հրթիռի պայթյունից վնասվել են, ասենք շենքի պատուհանները, շենքի կտուրը եւ այլն եւ այլն։ Այսինքն նաեւ ամբողջությամբ փլված շենքեր։ Այո, հիմնական ամբողջությամբ փլված շենքեր, ինչպիսի փլված շենքեր են, որ Ռեխովոտում, փլված շենքեր Ռիշոն Լեցիոնում, Բաթյամում ամբողջությամբ չի փլվել, բայց շենքը դարձել է մի մասը փլվել է շենքի։ Համենայն դեպս բոլոր զոհերը հիմնականում այն մարդիկ են, որոնք չեն գտնվել անվտանգ վայրերում։ Այսինքն շատերը նույնիսկ այս պայմաններում, երբ որ այդ սարսափելի հրթիռներն ընկնում են եւ սրանք այն Համասի հրթիռները չեն, որոնք ասենք տարիներ առաջ էր Իրանը փոխանցել։ Այն հրթիռի օգտագործվել, հա, մի քանի հատ։ Ես չեմ Իրանը չունի կերծայինային հրթիռներ, ուղղակի դրա մասին խոսում եմ։ 57 կար։ Այո, ինքը այդպես ներկայացնում է, բայց դա կերծայինային չէ, որովհետև Իրանը նման տեխնոլոգիաներ, դուք տեսնում եք Իրանի տեխնոլոգիան, ինչ կերծայինային հրթիռի մասին է խոսքը, նույնիսկ խոսք կար, որ իրենք 3 օգտագործել են մեր վրա։ 2 հրթիռ կար համենայն դեպս, հնարավոր է ինչ որ փորձարկումներ ունեն եւ բայց դուք վստահ եք, որ դա իրանական արտադրության են կամ դուք վստահ եք, որ հենց դա իրանական ուժերը չեն վերցրել եւ fake news լուրեր չեն տարածում, որտեղ այսօր համացանցը ողողված է fake news-երով եւ ցավոք սրտի մեր Հայաստանի գործընկերներն են առանց fact checking անելու վերցնում եւ այն ծավալի նյութեր կան, որ հատկապես տելեգրամյան ալիքները շատ մեծ դրա համար ես տելեգրամյան ալիքներից չեմ օգտվում, ունենք լրագրողական իսրայելյան տելեգրամյան ալիքներ, ով որ ցախակողմյան է, ով որ աջակողմյան է, ով որ չգիտեմ ինչ է, ես իմ մոտ դրանց եմ առանձնացրել, ով որ բիբիստական է, ով որ ասենք ցախակողմյան է, սրանց եմ առանձնացրել, հիմնականում օգտվում եմ երեք ես իմ հարցազրույցների ժամանակ օգտվում եմ New York Times-ի հոդվածից, ասենք ոչ այնտեղ, ոչ այստեղ, ասենք սարը վերլուծություններ, ասենք միջազգային արևմտյան մամուլի տեղեկություններ, որտեղ արևմտյան մամուլի
բոլոր լրագրողներն այստեղ ունեն թղթակիցներ, ամբողջությամբ այս եղելությունները նկարահանում են, երկու կողմից էլ հնարավորություն ունեն նյութեր ներկայացնելու։ Այն ինչ որ այս պահին տեղի ունենում, ինչպես ասեցի, Հայաստանի դեսպանատունը ուրեմն հայտարարությամբ է հանդես եկել, կոչ է անում, որ բնակիչները հետևեն թույքինքի ծառայության բոլոր հորդորներին եւ ժամանակին անեն այն, ինչ որ պահանջում են Իսրայելի քաղաքացիական պաշտպանության ուրեմն ուժերն ու համակարգը եւ նաեւ ցանկության դեպքում ովքեր որ խնդիրներ ունեն, կա հեռախոսահամարը մեր դեսպանատան եւ email-ը կարող են մարդիկ հանգիստ դիմել դեսպանատանը ցանկացած աջակցություն ստանալու համար։ Երեկվա գիշերվա, այսօր գիշեր ավելի սարսափելի, հա, հրթիռահարվել է Իսրայել Դե 3-4 հոգի էր մահացել, այսօր 6 նախնական տվյալներով, դեռ 3 հոգի անհետ կորածներ կան, ընդհանուր վիրավորների թիվը անցել է 200-ը։ Իսրայելը մահացածների եւ վիրավորների թվով երբևէ չի ստում, միայն ասենք, երբ որ հայտնաբերում են մարդկանց կամ զոհվածներին, կարող են մեկ օր հետո ասեն, բայց անմիջապես այդ թղթերը եւ թվերը ներողություն եւ վիճակագրությունը անմիջապես ճշգրիտ ներկայացնում են։ Անոր խոճապային տրամադրություններ, տարհանման ինչ որ Ոչ, տարհանման խոճապային չկա նման բան։ Միակ խնդիրն այն է, որ Իսրայելը հիմա ամբողջական իր ժողովրդին բնակչությանը բլոկադայի մեջ է պահում, ինքնաթիռները չկան, երեք այդ մասին ասում են գաղտնիք է, ի վերջո մամուլ սողոսկեցին որոշ տեղեկություններ, թե Իսրայելը որտեղ է իր օդանավերը պահում, ասում են մի մասը Կիպրոսում է, մի մասը Աթենքում է, Ամերիկայի Միացյալ Նահանգներն են ուղարկել, բարեկամ երկրներ, եվրոպական երկրներ, նույնիսկ ասեկոսերներ կան, որ որոշ ինքնաթիռներ նաև Թուրքիա են ուղարկել պահպանելու, բայց ես այս Թուրքիայից պահպանվող ինքնաթիռներ չեմ տեսել հրեական, բայց Կիպրոսի ու Աթենքի մասին այսօր շատ լսեցինք։ Հիմա խնդիրն այն է, որ մեկ ժամ առաջ Իսրայելն ունի ռուսեն լեզվով ասած պարոմ լաստանավ, որ ասենք Աշդոդ քաղաքից մինչև 2000 հոգի մարդ կարող է տեղափոխել եւ այս պայն 120,000-ից ավելի հրեաներ տարբեր չվերթներով, տարբեր միջոցներով հասել են Աթենք ու Լառնակա եւ Կիպրոս եւ այստեղից փորձում են ամենամոտ, ամենաապահով վայրն է այսօր իսրայելցիների համար։ Մարդիկ այնուամենայնիվ ուզում են ժամանակավորապես դուրս գալ Իսրայելից։ Իսկ մեր խոսքը Իսրայելից հետ գալացողների մասին է, 120,000 մարդ, ովքեր որ դրսերում են մնացել, չվերթներ չկան, չվերթները cancel են արվել։ Այս մարդիկ եկել են Լառնակա ու Աթենք, ուզում են հիմա, որ օդանավեր լինեն, որ նավ լինի, այս պարոմը լաստանավը լինի, որ մարդիկ հետ կան։ Բայց այս պահին թիկունքի ծառայությունը վախենալով մարդկային կուտակումներից այդ 2000 հոգու մինչև ստուգեն բաց թողնեն բարձրանան լաստանա, սա ժամանակ է պահանջում, իսկ հյուսիսի շրջաններից անընդհատ տարբեր ԱԹՍ-ներ են կամիկաձե ներթափանցում Իսրայել, ճիշտ է խոցվում են, բայց շատ կարճ ժամանակով եթե ծովից կան հնարավոր է նաև վտանգ սպառնա այս լաստանավին։ Դրա համար թիկունքի ծառայությունը լրիվ դատարկ այս լաստանավը հետ ուղարկեց Կիպրոս, հասկանում եք, ու այսինքն հիմա մարդիկ բողոքում են, ասում են գոնե այն մարդկանց, ովքեր որ այդ 120,000-ը մնացել են այնտեղ, գոնե հատուկ միջերգական ծովում նավերի օդային պաշտպանության միջոցով այդ մարդկանց կամացից կրեք, բերեք, հասցրեք Իսրայել, այն մարդկանց, ովքեր 120,000-ը մնացել են դրսեր։ Մեր հայ համայնքը տարհանվել ցանկությունը տարհանվելու թե չէ։ Այս Բաթյամ քաղաքի այս գիշերվա դաժան հարձակումից հետո, երբ որ մեր աչքերի առաջ ընդամենը 100 մետր, 50 մետր մեր հայ բնակիչների, հայ ընկերների տներից հեռու ընկան եւ այդ ավիրվեցին այդ շենքերը, չասեմ, որ մեր մոտ խոճապ կա, բայց ցանկալի կլիներ, եթե սա շարունակվի, իսկ այսօր կառավարությունը ասում է 3 շաբաթ ռազմական գործողությունները շարունակելու մասին, մենք մեր ձեռքերին տոմսեր ունենք Fly One-ով Հայաստան թռչելու։ Սկսած հենց այս շաբաթվանից վերջացրած մինչև հոկտեմբեր։ Բոլորս տոմսեր ունենք, որ Հայաստան։ Դե ունենք մենք ուղիղ ավիաչվերթ Fly One-ը, որ թռչում է Հայաստան, հիմա ամեն շաբաթվա կտրվածքով 4 օր առաջ Fly One-ը իր օդանավակայանները աշխատում են, դա եմ ասել այս պահի դրությամբ։ Չէ, աշխատում եմ ասում, բա ինչու ինքնաթիռ չկա, մարդիկ cancel են, տոմսերը ձեռքերին մնացել են, օդանավակայան չկա, ոչ մի ինքնաթիռ այսօր ծեվի խատեր, օրինակի խատեր, նույնիսկ այն միլիոնատեր հրեաները, որոնք որ սեփական ինքնաթիռներ ունեն, նույնիսկ այդ մարդկանց թույլ չեն տալիս իրենց սեփական ինքնաթիռներով երկրի տարածքից դուրս գալ։
Հիմա երկու տարբերակ կա, ասենք դուրս գալու Իսրայելից, մեկը Եգիպտոսի միջոցով է, մյուսը Հորդանանի, բայց Հորդանանի օդը փակ է, Royal Jordanian-ը ոչ միշտ է թռնում, կա Աման Երևան ուղիղ ավիաչվերթ, բայց խնդիրն այն է, որ Հորդանանն ինքն է ամեն գիշեր խոցում իրանական արտադրության այս բալիստիկ հրթիռները եւ Հորդանանի օդն էլ է փակ։ Այսինքն Հորդանանի միջոցով գուցե հասնես Աման, մի կերպ անցնես սահմանը դիվանագետներին Հայաստանի ու Հորդանանի խնդրես Իսրայելի ու Հորդանանի խնդրես, որ մեր ասենք դեսպանատուները հարցերը լուծեն, բայց այդ մարդկանց ենթադրենք հասցրեց այնտեղ Ամանի ոնց է այդ մարդկանց կերակրելու, տեղավորելու ու սպասես մինչև օդը բացի, որ մարդկանց տեղահանես, դարհանես։ Հետո այնտեղ Հորդանան անցնելու համար վիզա էլ կա, վիզա էլ պետք է ստանաս էլի, այնպես հեշտ չէ, որ հեշտ ու հանգիստ մտնում ես։ Գուցե վիզան հնարավոր, ես մեկ անգամ եղել եմ Հորդանանում, տուր կամպանիայի, ասենք զբոսաշրջությամբ զբաղվող կամպանիայի միջոցով այդ հարցը լուծեցինք։ Հիմա այս պատերազմական շրջանում ով ինչ ձևի աշխատում, սա էլ հարցի մյուս կողմն է։ Ինչ վերաբերում է Սինային, չգիտեմ, հայեր կան գուցե որ կցանկանա Սինայով գնալ, ասենք Եգիպտոս, գուցե այնտեղ այդ ճանապարհով թռնել, բայց չգիտեմ, ես անձամբ պատրաստ եք օգնել մեր հայրենակիցներին, որպեսզի հուշեք, տարբեր ձևերով օգնեք, թե ինչպես մենք ասենք 2005 այո 2005 թվականից մեր Պետախտիկվայի նայերի միությունը միակ այն հայկական հասարակական կազմակերպություն է մինչև այսօր, որ ստեղծում է օպերատիվ շտաբ հայերին ցուցակագրել, ասենք հայերին եթե հնարավոր է տեղում օգնություն ցուցաբերել ու եղել են նման բազմաթիվ շատ դեպքեր, ովքեր որ ցանկացել են օգնել ենք, ցուցակագրել ենք, փաստաթղթերը մենք ենք հավաքել, դեսպանատան հետ ենք աշխատել, անմիջապես Zoom-ով կապ ենք հաստատել պարոն Զարե Սինանյանի հետ, այս նախորդ պատերազմի ժամանակ անձամբ երկու մարդ է եղել պարոն Սինանյանի հետ կապի մեջ, մեկ անձամբ ձեր խոնարհ ծառան եւ հյուսիսային քաղաքների ու Հայֆա քաղաքի մեր հոգևոր հովիվ Տեր Քահանա Հովակիմյանը, մենք երկուսով միշտ կապի մեջ ենք եղել Սփյուռքի նախարարության հետ, նամակը ես եմ գրել, մեր ընկերները ամեն մեկ ինչ որ մի հարց լուծել է, դեսպանատան հետ կապված կարողացել են կառավարությանը հասկացնել, որ ժամանակն է մեր հայրին տարհանել, բայց այն ժամանակ հոկտեմբերի 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պատերազմը սկսվեց, հոկտեմբերի վերջին էր, կարծեմ 28-ին էր, թե այդ 20-ների կողմն էր, որ ինքնաթիռը եկավ, հիմա չեմ հիշում այդ պատերազմի օրերին, երբ մեր ինքնաթիռը եկավ, մերոնց տարհանեցին, այս պայծրությամբ տեսնենք, եթե 3 շաբաթ տևեց այս մրջավանջը եւ ամեն օր այսպես հրթիռներ սկսեցին ընկնել բնակավայրերի քաղաքները, 3 չէ, 50 հրթիռ են կրակել, բայց հասկանում եք, եթե 50 հրթիռից 45-ը խոցեն 5-ն էլ ընկնի, դա արդեն բավարար է, որ ասենք ամեն մի հրթիռ քաղաքի կենտրոն ընկնելուց կարող է ասենք մի 4-5 շենք փլուզել։ Երեք ավելի շատ են եղել ավերածությունները, դրա համար ավելի ճիշտ այսօր գիշերը։ Դե այսօր գիշերը, հա, շատ ուրախ անցավ էլի ճակերտների մեջ, ամբողջ գիշեր նույն չքնեցինք։ Սպասում էինք, անընդհատ ասում էի, որ հիմա կրակել են, կրակել են, սպասում ենք, քանի անգամ 3 մուկուկադու խաղացինք, ռմբապաստարան իջանք, ելանք, լսում են հուշք ու պայթյուններ, սա է մեր իրականությունը ու գիտեք ինչ, մեր հայրենակիցները շատերը կան, որ Facebook-յան էջին կամ մեր հարցազրույցների տակ գրում են, լավ են անում, ձեզ այդքանն է քիչ, ձեր բիբին, ձեր չգիտեմ ինչ, ասենք, այսպիսի կոմենտներ են գնում, ես ուղղակի հասկանում եմ, որ հայ ժողովրդի մոտ ասենք կա այսպես լուրջ դժգոհություն Իսրայելի կողմից Ադրբեջանի զենք վաճառելու եւ բազմաթիվ այլ հարցեր, բայց սիրելի հայրենակիցներ, ի նկատի ունեցեք, այստեղ հայր են ապրում, ձեր եղբայրներն են ապրում, ձեր հարազատներն են ապրում, ասենք բախտի բերմամբ այստեղ ենք հայտնվել կամ սա պետք է դուք հասկանաք, որ Իսրայելի հայկական համայնքը այն միակ հայկական համայնքն է, որը պետք է հզոր լինի, որովհետև մենք այստեղ հայկական ժառանգություն ունենք։ Երկրորդ Հայաստանը, երկրորդ հողը, որ մենք ունենք, այստեղ է, Երուսաղեմում է, փոխանակ մեզ աջակցեք, ասեք հայր մնացեք, ձեզ ինչով օգնենք, ինչով աջակցենք։ Դիտում են շատ մարդիկ, տասնյակ հազարավոր, դրա համար նման մեկնաբանություններ եւս մեկ-մեկ լինում ենք։ Հասկանում ենք, որ բոլորը չէ, որ կարող են իրենց սսպել եւ կառավարել եւ լավ հասկանալ, թե
ինչ են գրում կամ ինչ են անում։ Իսկ պատերազմի մասով ինչ կարող եք ասել, պարոն Չեռնոմիրյան, ինչ իրավիճակի հիմա այս Պատերազմի մասով մենք միասին ես ինչ կամ որ հարցազրույցներ եմ տվել, միշտ ասել եմ, որ Իսրայելը միայնակ այս խնդիրը սրա տակից դուրս չի կարող սա մենակ կառավարել, որովհետև միայնակ կառավարել, որովհետև մենք չունենք ռմբակոծիչներ, P-52-ներ չունենք, ոչ P-2 ունենք, ոչ P-52 ունենք, ոչ որևէ տեսակի ռմբակոծիչ ոչ ունենք։ ինքնաթիռը կա, ոչ էլ այդ ռումբը, հա։ Ոչ ինքնատիրը կա, ոչ էլ ռումբը կա, ասենք կործանիչներով, հա, աշխարհի ամենաուժեղ կործանիչը, ասենք F-35-ները վերցրել են, միջի մասերը փոխել են, ասենք դրել են իսրայելյան ավիաունիկա եւ այլն, փոխել են միջի տեխնոլոգիաները, բանականություն եւ այլն, բայց դա բավարար չէ, ֆիզիկապես օդանավը չի կարող տասնյակ տոննաներով ռումբ հետը տանի հասցնի, ընդ որում այդ ռումբերից է մենք չունենք այդ ծանր մի քանի տոննա կթռող։ Ինչքանով են կարող ասել խոսել Խոսում են հիմնականում վերգետնյա միջուկային, խոսում են հիմնականում վերգետնյա միջուկային տարածքները, ասենք ցենտրիֆուգաների սնուցող, ասենք մասեր արտադրող գործարանները, ճիշտ է, հետ են գցել։ Տվել են ամեն դեպքում բավականին լուրջ։ Այո, վնաս շատ են տվել, բայց հիմնական վնաս, որ իրանք ասում են, որ մեր հիմնական նպատակը Իրանի միջուկային ծրագիրը ամբողջությամբ վերացնել է, սա սուտ է, սա իրականությանը չի համապատասխանում։ Ցանկությունը ներկայացնում են որպես բան, հասկանում եք, բայց ցանկությունն ու իրականությունը տարբերվում են։ Այո, հիմա խփում Հիմա պայեսներին են խփում, ասենք նավթային պայեսներին են խփում, 50-ից ավելի միայն 200 իրանցի են սպանել այս ընթացքում, պատկերացեք օրական հարյուրներով նշանակետ են խփում, ընդամենը 200 սպանված իրանցու մասին է խոսում, որոնցից 50 արդեն հաստատված բարձր էշելոնի զինվորականներ են, մնացածներն էլ հենց այս միջուկային ոլորտի այն գիտնականներն են, որոնց վրա Իսրայելը շատ վաղուց ուրեմն որս էր հայտարարել, ու հետաքրքիրն այն է, որ չմոռանանք, որ նրանց մեծ մասը ոչ թե Իսրայելի ավիացիան է խոցել, այլ հենց Իրանում գործող դիվերսիոն խմբերը իրանցիներն են դա արել։ Այսինքն Իսրայելի կողմից վերբով կատարված, այսպես ռուսերեն լեզվով ասած, այդ մասնագետներն են արել ճակերտների մեջ, իսկ FPV դրոններ թե ոնց են հասցրել արդեն, ինձ թվում է այստեղ Ադրբեջանն է օգնել, Ադրբեջանի սահմանից են անցկացրել բոլոր այդ ուրեմն կարևոր անհրաժեշտ նյութերը, պատահական չէ, որ մեր տարածքները, որոնք ավելի մեծացրեցին 120 կիլոմետր երկարությամբ Իրանը-ադրբեջանական սահմանը մեր արցախյան հողերի հաշվին, այդ տարածքը դուք վստահ եք, որ կառավարել է ամբողջությամբ եւ Իրանի սահմանապահ ուժերը կառավարում են այդ տարածքները, ես վստահ չեմ։ Պարոն Չեռնոմիրյան, կան նաև կադրեր, թե ինչպես է աշխատում նաև Իրանի օդուժը։ Ասում են իսրայելցիք, թե ոչնչացվել են օդուժը, բայց մենք տեսնում ենք, որ չէ։ Ամեն դեպքում օդուժն էլ ոչնչացված չէ, եւ երկրորդ խնդիրը այն է, որ արդեն ենթակառուցվածքների հարված կա։ Թե Իսրայելն է հարվածում ենթակառուցվածքները եւ թե Իրան։ Կարող է սա հանգեցնել նրան, որ նաև նավահանգիստներին հարվածներ հասցնեն, ինչը բնականաբար վնաս է նաև մեզ համար։ Իսրայելի հասցրած ենթակառուցվածքների մասին ես որևէ տեղեկություն չունեմ, նման փաստեր չկան։ Ճիշտ է, մենք փաստորեն ունենք հատուկ կարգադրություն Իսրայելի բնակիչների։ Հայ-ֆայում են հարվածել կարևոր օբյեկտի նավթի Հայ-ֆայում ես երեկոյան գիշերը Հայ-ֆայի մեր ընկերների հետ եմ խոսացել, որևէ խոշոր օբյեկտի որևէ հարված չի հասցվել, հարվածները հասկանում եք, կարող է հրթիռն ուղղեն այդ ուղղության վրա, բայց ենթակառուցվածքից կիլոմետրեր են գնում ու խոցում են խաղաղ բնակչությանը, բայց խաղաղ բնակչությանը սպանելով սա ենթակառուցվածքներին վնաս չի տալիս։ Իրանք ուզում են Տել Ավիվի պաշտպանության նախարարությանը խոցում են սովորական մարդկանց, որտեղ ճշգրիտ չեն իրենց հրթիռներն հասկանում եք, այդքան 1000 կիլոմետր հեռավորության վրա, եթե քամին է, չգիտեմ ինչն է, որոշակի էլեմենտներ, ազդեցություններ ունենա այդ հրթիռի վրա, եթե այդ հրթիռը օդի մեջ մի քանի մետր ուրեմն շեղվի իր տրայեկտորիայի շրջանագծից, կգնի խաղաղ բնակչության վրա ու քաղաքների վրա։ Մենք տեսանք, ունեմ շատ կադրեր, ունեմ, թե ինչ վնասներ են հասցրել, բայց վստահեցնում եմ ձեզ, բոլոր այդ վնասները քաղաքացիական բնակչությունն են, քաղաքացիների տներն են, շենքեր են, խանութներ են, երեք Ռեխովոտ քաղաքում խանութին էին հարվածել, խանութի։ Այդ խանութում էլ շատ գաղտնիքներ չեմ ուզում բացել, այդտեղից է շատ հեռու, ոչ հեռու հայերն են մեր ապրում, հասկանում եք, հարվածը հրթիռն ընկել է խանութի վրա, հենց հիմա խանութի կադրերն ունեմ, բայց մենք թույլտվություն չունենք
նման տեսակի վիդեոկադրեր Իսրայելում մեր սոցցանցերում ուրեմն տարածել։ Սրա Տելեգրամյան թույլտվությունը չունի։ ալիքներով ահավոր կադրեր կան Իսրայելից, պարոն Չերնոմարյան, Այո, կարծում ահավոր կադրեր կան, այդ կադրերը ես էլ եմ տեսնում, լրագրողներն ինձ էլ են ուղարկում, ես էլ եմ դրանց գրանցված, բայց երբեմն այդ կադրերի մեջ, այդ ահավորների մեջ կարող է գազայի կոտու կադրերը լինեն, կարող է ուրիշ պատերազմներից կադրերը լինեն, ֆեյքերը շատ են, չստուգված են, իսկ մենք Իսրայելում շատ լավ գիտենք, որն է ֆեյք, որը չէ, որովհետև տեսնում ենք եբրայերենն էլ ինչ է գրված ցուցապաստակները, տեսնում ենք մարդկանց հակու կապն էլ ինչ է գրված, ամեն ինչից մենք միանգամից ճողում ենք, հասկանում ենք, թե որն է ֆեյք, որը չէ։ Պարոն Չերնոմարյան, տեղեկություններ կան, որ ամենօրյա ռեժիմով Նետանյահուն խնդրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, հատկապես Դոնալդ Թրամփին, որպեսզի Ամերիկան եւս միջամտի եւ օգնի Իսրայելին, քանի որ ինքնուրույն չի կարող ոչնչացնել այդ ատոմային օբյեկտները, ինչ կասեք սրա համար։ Եվ մենք հիշում ենք, մի քանի օր առաջ խոսում էինք այն մասին, թե կոալիցիոն ճգնաժամ կա, կարող է Նետանյահուն հեռանա, հնարավոր է դրա համար նա որոշում կայացրեց հարվածել Իրանին։ Նետանյահուն սովորաբար միշտ էլ նման քայլի դիմում է, երբ որ քաղաքական ճգնաժամեր կան, նա մի նոր ռազմական օպերացիա, այսպես ասած, ժողովրդի լեզվով ասած, մոգոնում է, որպեսզի քաղաքական բան ունենա, հնարավորություն ունենա մնալու կառավարության գլխին, եւ փաստն այն է, որ ոնց որ Նետանյահուն վերադարձել է իշխանության, մեր մոտ պատերազմներ չեն դադարում։ Սկզբից ջիհադը իսլամին էր, հետո Համասն էր, հետո հեշտականությամբ Հեզբոլահը, հետո Սիրիան, հետո հիմա խութիներն են, Գազայի գոտում հələ հարցը չփակած, դեռ հարցը չփակած Գազայի գոտում, կներեք, այսպես շատ ոգևորված եմ, շատ Գազայի գոտում դեռ խնդիրը չփակված, հիմա էլ նոր պատերազմ սկսեցին Իրանի դեմ։ Քաղաքական ճգնաժամը հեսա երկու վերլուծություն կա, այո, իրոք քաղաքական ճգնաժամ կա, որովհետև կար լուրջ վտանգ կառավարության փլուզման ու Քնեսեթի անվստահության հայտնելու հետ կապված կառավարությանը, բայց մյուս կողմից էլ սա նաև խաղեր, մտածված խաղեր, մասամբ որպեսզի շեղեին Իսրայելում գործող իրանցի լրտեսներին, որոնք ասենք վերջերս բավականին ակտիվ են, օրական կտրվածքով, շաբաթական կտրվածքով գոնե 1-2-ին հայտնաբերում, ձերբակալում են, իսկ այն ադրբեջանցի 16 հոգու մասին չասեմ արդեն, թե ինչպիսի լուրջ վնաս հասցրեցին Իսրայելի անվտանգության համակարգին, լինելով բանակի զինվորներ ծառայած մարդիկ կամ կապեր ունենալով, ասենք, բանակի հրամանատարության հետ։ Այս պայթրությամբ նույնիսկ մարդիկ չգիտեն, թե բանակի ղեկավարությունը որտեղ է, ասենք հրամանատարական կազմը ամբողջությամբ չկացել են իրենց ընտանիքների հետ միասին Իսրայելի։ Շատ շնորհակալ ենք, պարոն Չերնոմարյան, գիտենք, որ շատ եք զբաղված եւ բավականին խառը իրավիճակ է Իսրայելում, դրա համար այլևս չենք երկարաձգի այսօր ամեր հաղորդումը, բայց հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի եւ հետագայում եւս հնարավորություն կլինի զրուցելու ձեզ հետ։ Շնորհակալություն։ Այո, մեկ ժամ առաջ ես եմ շնորհակալ, մեկ ժամ առաջ նույնիսկ Իսրայելը հրահարում է Շիրազը, Սպահանը ու Թեհրանը, այդ խոշոր օբյեկտները, սա ասեմ, որ կարևոր նորություն է, նոր հիշեցի, եւ կցանկանայի, որ այս գիշեր գոնե առավել մի քիչ անվտանգ անցներ մեր համար, մեր հայերի համար եւ Իսրայելի ողջ ժողովրդի եւ ինչու՞ չէ նաեւ Իրանի ժողովրդի համար, ժողովուրդը, չգիտեմ, երկու կողմում էլ ղեկավարությունը իրենց բունկերներում նստած են։ Թե Իրանում, թե Իսրայելում մենք հայեր ունենք եւ դրա համար պետք է երկու տեղում մենք մեր հայ բնակչություն ունենք եւ կցանկանայի, որ ընդհանրապես մարդ չզովի, հասկանում եք, այս մեծարարևելքային կան բանի նման ինչքան այրուն է քաշել իր մեջ, ցանկանայի, որ այլևս պատերազմ չլիներ եւ մարդիկ հասարակ ժողովուրդը մեղք չունի, հա։ Այո, հասարակ իրենց բունկերներում ղեկավարները նստած, իսկ հասարակ մարդիկ ժողովուրդը մահանում է, ու Իսրայելը, ես մի հատ հարց այսօր ընկերներից հետ հրեա խոսում եմ, ասում է, հրեա ժողովուրդը ինչ գին է պատրաստ վճարելու այս պատերազմի համար, ասենք հիմա այդքան հրթիռներ են գնում, ինչ գին է ժողովուրդը պատրաստ վճարելու, որ ասենք Նետանյահուի քաղաքական ամբիցիաները բավարարվեն։ Այսքանը, պարոն Այվազյան, Շնորհակալ ենք, պարոն Չերնոմարյան, խաղաղություն ձեզ, հաջողություն, լավ մնացեք։